հետաքրքիր քննարկումների համար, հնչեցված բազմաթիվ մտքեր արժեքավոր են, որոշները ավել, որոշները պակաս, որոշները արժեքավոր են իրենց անարժեք լինելու մեջ, որովհետև մտածելու երբեմն ավելի ակտիվ տեղիք են տալիս։ Ես քննարկմանը ամբողջ մասնակցեցի եւ հետևում էի մտքերի փոխանակությանը եւ ես ինձ հարց էի տալիս, որ եթե ես լինեի ընդդիմադիր, ինչպես կքննադատեի մեր կառավարությանը եւ կքննադատեի արդյոք թե ոչ, եւ հետո արձանագրեցի, որ աշխարհում չկա եւ երբեք չի եղել եւ երբեք էլ չի լինի որևէ կառավարություն, որին օբյեկտիվորեն եւ սկզբունքորեն հնարավոր չլինի կամ պետք չլինի քննադատել։ Դա ըստ էության ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է, հատկապես ժողովրդավարական երկրներում, որովհետև այդ քննադատության ընթացքում շատ բաների մասին կրկին մտածելու, վերանայելու, անդրադառնալու, եզրակացությունների գալու հնարավորություն է ստեղծվում եւ այս առումով այս քննարկումը ինձ համար օգտակար էր, որովհետեւ շատ խոսվեց մեր քաղաքական թիմի կառավարման 7 տարիների մասին եւ դա լրացուցիչ ազդակ էր, որպեսզի ինքս էլ մտածեմ մեր կառավարման 7 տարիների մասին եւ ես ինքս էլ ելույթներին զուգահեռ մտածեմ իմ վարչապետության 7 տարիների մասին եւ փորձեմ պատասխանել հարցին, գլոբալ հարցին, որովհետեւ գիտեք դետալների մեջ կարելի է միշտ էլ առանձնահատկություններ գտնել եւ դրանց վրա կենտրոնանալ, քննադատել կամ չքննադատել։ Բայց մեծ պատկերի մեջ, երբ որ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ինչպիսին էր վիճակը 2018 թվականի հունիսին եւ ինչպիսին է վիճակը 2025 թվականի հունիսին, ինչպիսին է ես 2018 թվականի հունիսին եւ ինչպիսին եմ ես 2025 թվականի հունիսին։ Երբ որ եւ այս հարցը ինքս ինձ հետ մենակ մնալով անկեղծորեն, որովհետեւ ուրիշների առաջ խոսել մի բան է, ինքդ քեզ հետ խոսել, այլ բան է, որովհետև ուրիշների հետ խոսալիս կարելի է ինչ-որ բան չհիշատակել, բայց ինքդ քեզ հետ խոսելիս հնարավոր չէ որևէ բան չհիշատակել, որովհետև այդ ամբողջը հիշատակված է։ Եվ հիմա ուզում եմ հետևյալը խոսել, երբ որ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ որ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն եւ ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ ամբողջական վարչապետ է։ Ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը։ Իհարկե, քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չի նսեմացնել խորհրդանական մեծամասնության, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շնորհիվ։ Բայց ես նաեւ ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով, որովհետեւ սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է կապակցված մի կոնկրետ երկրի հետ, բայց շուտով ես ինքս ինձ համար միայն վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա ահավոր մեծ անարդարություն է, ֆորպոստացման ֆենոմենը կապել մի երկրի հետ։ Իրականում այդ ֆորպոստացման process-ի մեջ
ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ, այդպիսի երկրներ եղել են Հյուսիսում, այդպիսի երկրներ եղել են Հարավում, այդպիսի երկրներ եղել են Արևելքում եւ այդպիսի երկրներ եղել են Արևելքում։ Բայց շատ ավելի կարեւոր է որ արձանագրել, որ ֆորպոստացման քրիտիկական մասսան ոչ թե եղել է մեզնից դուրս, այլ ֆորպոստացման քրիտիկական մասսան մենք ինքներս ենք եղել։ Մենք ինքներս ենք ապահովել եւ հետեւյալ տրամաբանությամբ մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք Հայաստանի Հանրապետության կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք, մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք եւ մենք ինքներս մեզ չենք փորձել ինքներս մեզ համար պարզաբանել, թե այնուամենայնիվ ինչ է պետություն, ինչպիսի պարամետրեր ունի այդ պետությունը, ինչպիսի վարքագիծ է ենթադրում պետություն լինելը եւ որ վարքագիծն է, որ մեզ դնում է պետություն լինելու անդին։ Եվ ես արձանագրում եմ, այո, 2018 եւ 2019 թվականին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ։ Առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանության, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։ Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին։